Բարև ձեզ, Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահե Դավթյանին։ Պարոն Դավթյան, շնորհակալ եմ հրավերացում մեժելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Դավթյան, ինչ օրակարգում է գտնվում կամ ինչ ճակատագիր է կանխատեսում Թրամփի ուղու համար։ Հիմա ում օրակարգում է առաջնային պլանում 2 ամիս առաջ նախաստորագրված այս հռչակագիրը։ Ակնհայտ է, որ գործ ունենք մի նախագծի հետ, որը առավել քան բխում է Ամերիկայի Միացյալ Նահանգների գեոռազմավարական շահերի հետ, եւ այդ շահերը չեն սահմանափակվում բացառապես նրանց ռեգիոնալ հարավկովկասյան նպատակադրումներով։ Պարզ է, որ այս նախագիծը առաջ տանելով Վաշինգտոնը փորձում է դիրքավորվել արևելք-արևմուտք կամ Եվրոպա-Կովկաս-Ասիա երթուղու երկայնքով։ Մենք հստակ պետք է ձեզ հետ հասկանանք, որ TRIP-ը կամ այսպես կոչած Զանգեզուրյան միջանցքը, որը բովանդակությամբ իր էությամբ նույնն է, ամբողջությամբ փորձում են տեղավորել միջին միջանցքի լոգիստիկայի մեջ, որի ներքո այդ միջանցքը կստանա դիվերսիֆիկացիայի հնարավորություն Հայաստանի Հանրապետության տարածքով։ Սա իր հերթին վկայում է նաև Հայաստանի այսպես կոչված տրանսպորտային ապաշրջափակման բավականին ֆրագմենտար բնույթի մասին, որովհետև սա վկայում է այն մասին, որ կողմերը թե տարածաշրջանային, թե տարածաշրջանային մասնավորապես, եթե խոսքը գնում է Ադրբեջանի մասին, նպատակ չեն հետապնդում ամենևին էլ կոմպլեքսային համալիր ապաշրջափակում իրականացնել։ Նպատակը Միացյալ Նահանգների այստեղ շատ հստակ է, եթե փորձենք դրանք դասակարգել, ապա առաջինը իհարկե դիրքավորելով արևելք-արևմուտք միջանցքում հնարավորինս զսպել Չինաստանի ազդեցությունը մեծ եվրասիական հաղորդակցություններում։ Գիտենք, որ նույն վերոնշյալ միջին միջանցքը, ինչպես նաև առհասարակ տրասեկա նախաձեռնությունը, որը պետք է կապի Եվրոպան Ասիայի հետ, արդեն իսկ էապես ինտեգրված է Չինաստանի գոտի եւ ճանապարհ նախաձեռնության մեջ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավանդաբար դիտարկում են այսօր Չինաստանը որպես իրենց համար մեկ գեոտնտեսական եւ գեոռազմավարական հակառակորդի կամ մրցակցի, եւ ըստ այդմ այս 44 կիլոմետրանոց հատվածը, որը նախագծվում է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով, դիտարկվում է որպես Չինաստանին զսպելու, Չինաստանի առաջխաղացումը դեպի եվրոպական շուկաներ զսպելու ուրեմն քայլ կամ գործիք ինչ որ իմաստով։ Երկրորդը դա իհարկե էներգետիկ չափումն է, որովհետև դիրքավորվելով այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենքերբ փորձ են անելու վերահսկել եվրոպական էներգետիկ շուկան։ Եվրոպան, որը 2022 թվականից ի վեր գնալով սահմանափակում է Ռուսաստանի Դաշնությունից ածխաջրածիների ներկրումը, ստիպված է կրկին գնալ դրանց ներկրման տարատեսականացման ճանապարհով, դիվերսիֆիկացման ճանապարհով, երբ որպես առանցքային ուղղություն ընտրված է հենց Ասիան, մասնավորապես կենտրոնական Ասիան։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ թե Բաքուն, թե Անկարան բազմիցս հայտարարել են այն մասին, որ այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքով հնարավոր է նաև գազամուղ կառուցել, որը կկապի Կասպից ծովը Թուրքիայի հետ երկապահովելով դեպի եվրոպական շուկաներ։ Հաշվի առնելով Դոնալդ Թրամփի կողմից որդեգրված բավականին պրոակտիվ եւ ագրեսիվ ինչ որ իմաստով էներգետիկ արտաքին քաղաքականությունը, չմոռանանք, որ Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների գլոբալ էներգետիկ դոմինանտության այդ ռազմավարական նպատակի մասին, որը պետք է հասնեն մինչև 2029 թվական, փորձելով դիրքավորվել այս արևելք-արևմուտք միջանցքում մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում պրոյեկտվող այս հաղորդակցության ներքո Միացյալ Նահանգները դրանով իսկ հող են պարարտացնում սեփական հեղուկացված գազը եվրոպական շուկայում ավելի մեծ ծավալներով վաճառելու։ Սա տեղավորվում է նաև Միացյալ Նահանգներ Եվրոպական միություն այդ վերջին շրջանում ընթացող բավականին լուրջ բանավեճի տրամաբանության մեջ։ Թրամփը պնդում է, որ եվրոպացիները պետք է պայմանագիր կնքեն մինչև $750 միլիարդ ուրեմն բնական գազ հեղուկացված գազ ներկրելու համար, եվրոպացիները պնդում են, որ Միացյալ Նահանգները թանկ գնով են դա վաճառում եւ փորձելու են դիվերսիֆիկացնել ասիական շուկաների շնորհիվ, Ասիայից մատակարարվող բնական գազի շնորհիվ։ Այս առումով Ամերիկայի Միացյալ Նահանգների գեոռազմավարական նպատակադրումը այստեղ առավել քան հստակ է եւ պարզ է։ Եթե գանք ավելի տարածաշրջան, իհարկե այստեղ առավել քան հստակ է, որ Թուրքիան ունի որոշակի հետաքրքրություններ այս միջանցքի ձևավորման հարցում եւ այդ միջանցքը ամենևին էլ չի տեղավորվում բացառապես Թուրքիայի տնտեսական կամ գեոտնտեսական շահերի մեջ, խոսքը իհարկե մի կողմից գնում է մի սցենարի մասին, որի ներքո Թուրքիան կկարողանա երկապահովել դեպի Կասպից ծով, այնտեղից կրկին դուրս գալով դեպի Թուրքմենստան, որ ինչպես գիտենք աշխարհի հնգյակի մեջ
չէ տեղավորվում բնական գազի ապացուցված պաշարներով, Թուրքիան այսօր փորձում է դիրքավորվել որպես համաեվրասիական նշանակության առանցքային գազատրանսպորտային հաբ եւ այս կոմունիկացիան, որով հնարավոր է կարող է անցնել այսպես կոչված անդրկասպյան գազամուղը, Թուրքմենստան, Կասպի հատակ, Ադրբեջան, այնուհետև այսպես կոչված Զանգեզուրյան միջանցք, Թուրքիա եւ Եվրոպա, տեղավորվում է Թուրքիայի երկարաժամկետ գեոէներգետիկ ռազմավարության մեջ, բայց միայն տնտեսական բաղադրիչը չի, որ այստեղ ուրեմն գերակշռում է, մենք տեսնում ենք նաև շատ հստակ աշխարհաքաղաքական նպատակներ, ակնհայտ է, որ թուրքական աշխարհի ձևավորման համատեքստում ուրեմն Թուրքիան այս տարիներին փորձում է ամեն կերպ ամրապնդել իր ռազմավարական դիրքերը Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում եւ որպես դրա առանցքային հենակետ դիտարկում է Նախիջևանը, որը փաստացի կարող է հանդես գալ որպես թուրքական ռազմական բազա։ Փաստացի Նախիջևանի ռազմականացումը վաղուց է արդեն սկսված եւ Թուրքիայի ռազմական բազայի ձևավորումը այնտեղ իհարկե լրջագույն խնդիրներ կարող է ստեղծել նախ եւ առաջ Իրանի Իսլամական Հանրապետության համար, քանի որ Իրանի մյուս հարևան երկրում Քաթարում եւս արդեն առկա է թուրքական ռազմական բազա։ Եվ սա հենց այն կետն է, որտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես Վաշինգտոնի եւ Անկարայի շահերը համընկնում են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա բնականաբար նպատակը այստեղ ոչ այնքան տնտեսական է, ինչու, որովհետև Նախիջևանը ունի բավականին համեստ տնտեսական ներուժ, փոքրաթիվ բնակչություն, ունի ծանր արդյունաբերություն եւ այլն, այսինքն ռեսուրսներ չկան եւ այլն, ըստ այդմ այստեղ նպատակը գնում է ավելի շատ, նպատակը դրվում է հետեւյալ կերպ, ավելի շատ տեղավորվելու Իգդիր, Կարս, Նախիջևան երկաթուղու, ուրեմն որպես երկաթուղու շարունակություն, կրկին դիրքավորվելով որպես Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային երթուղու շատ կարևոր խաղացող, դրանով իսկ բարձրացնելով սեփական կարգավիճակը հատկապես եվրոպական շուկաներում եւ եվրոպական քաղաքականության տիրույթում։ Ադրբեջանը, որը այս տարիներին բավականին ակտիվորեն փորձում է իրականացնել այսպես սուվերեն արտաքին քաղաքականություն, որը հաճախ նույնիսկ հակասում է թուրքական որոշ նպատակադրումներին երկարաժամկետ, իհարկե հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ 27 թվականից ի վեր Ադրբեջանը պարտավորվել է դեպի եվրոպական շուկաներ կրկնապատկել բնական գազի արտահանումը, իհարկե Ադրբեջանին այսօր անհրաժեշտ է այս միջազգային համաեվրասիական նշանակության լոգիստիկայում բավականին կարևոր տեղ զբաղեցնել, դրանով իսկ ձեռք բերելով լուրջ աշխարհաքաղաքական դիվիդենդներ։ Մենք խոսեցինք բոլորի շահերից, խոսենք նաև հայկական շահից եւ զուգահեռներ տանենք, թե մենք աշխարհի տարբեր բևեռների համար այդքան կարևոր հատվածը, այսպես ասած, ինչի դիմաց ենք վաճառում, որն է հայկական շահը։ Ես առավել քան վստահ եմ, որ այստեղ եթե փորձենք քանակական, այո, կամ տնտեսապես դիտարկել այս հարցը, որևէ դիվիդենդի ակնկալել պետք չէ, որովհետև եթե խոսքը գնար տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական կապերի համալիր ապաշրջափակման մասին, այսինքն այստեղ դիտարկվեր նաեւ սրա հետ մեկտեղ դիտարկվեր նաեւ օրինակ Ղազախ-Իջևան երկաթուղու վերաբացումը կամ խոսք գնար նաեւ Կարս Գյումրի երկաթուղու բացման մասին, մենք տեսնում ենք, որ օրակարգում դա փաստացի չկա, օրեր առաջ էլ պաշտոնական Անկարան ասաց, որ բավականին վաղ է դեռևս անդրադառնալ այդ խնդրին, ապա գուցե այդ ամբողջ տրանսպորտային համալիրի ներքո այդ 44 կիլոմետրանոց միջանցքը կարող էր որոշակի դերական տնտեսական էֆեկտ ունենալ, բնականաբար բացառապես այն պայմաններում, եթե այն իրականացվեր երթևեկությունը դրանով իրականացվեր Հայաստանի իրավասության ներքո եւ վերահսկողության ներքո, սակայն սա թերևս խոսակցության այլ թեմա է։ Ուրեմն առավել քան ակնհայտ է, որ ստեղծված տրանսպորտային կոնֆիգուրացիայի պայմաններում Հայաստանի շահերից առավելապես կբխեր հնարավորինս ինտեգրվել հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին, սա ես կարծում եմ պետք է լինի Հայաստանի դոկտրինալ առաջնահերթությունը տրանսպորտային եւ ազգային անվտանգության, ինչու, որովհետև խոսք է գնում մի միջանցքի մասին, որը կարող է կամ ներուժ ունի կապելու Պարսից ծոցը Սև ծովով Հայաստանի Հանրապետության տարածքով, ապահովելով բավական
բավականին լուրջ ինտեգրում Հայաստանի ամբողջ երկայնքով հյուսիսից հարավ երկայնքով ձևավորելով այսպես տնտեսական եռման օջախներ ի տարբերություն այն փոքր հատվածի, որը այսօր մեզ փորձում են հրամացնել այսպես կոչած Զանգեզուրյան միջանցքի տեսքով։ Բայց այդ հյուսիս-հարավ էներգետիկ հանգույցում Հայաստանը մեր իշխանության դիրքորոշումը ո՞րն է։ Տեսեք, ես ոչ միայն էներգետիկ հանգույցի մասին եմ խոսում, այլ առհասարակ հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի, որը պետք է կապի ուրեմն այդ երկու ավազանները շատ կարևոր։ Հայաստանի Հանրապետության փաստացի դիրքավորումը կայանում է նրանում, որ պետք է կյանքի կոչվի այսպես կոչված խաղաղության խաչմերուկ նախագիծը, բայց մենք տեսնում ենք, որ այն Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ընդհանրապես որևէ տեղ չի դիտարկվում, չի բանակցվում որևէ ուժային կենտրոնում եւ դրա մասին բազմիցս հայտարարվել է թե Թուրքիայի, թե Ադրբեջանի կողմից։ Այնպես որ ցավոք սրտի այսօր մենք գտնվում ենք մեր հարևանների հետ այս առումով տրանսպորտային եւ էներգետիկ դիվանագիտության առումով բավական այսպես անհավասար պայմաններում եւ այն նախագծերը, որոնք իրապես կարող են բխել Հայաստանի կենսական անվտանգային շահերից փաստացի շրջանցում են։ Ճիշտ է, իշխանությունները կայացնում են որոշ որոշումներ կապված նույն հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքին զարգ տալու ուրեմն նպատակով։ Որոշակի աշխատանքներ են տարվում Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ օդային գծի կառուցման ուղղությամբ, նոր մրցույթ տենդեր պետք է հայտարարվի նաև դեպի Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցման համար, բայց սա իհարկե դեռևս արտահայտված չէ, կրկնում եմ, Հայաստանի տրանսպորտի եւ առհասարակ քրիտիկական ենթակառուցվածքների անվտանգային կառավարման դոկտրինի տեսքով, որպեսզի մենք սա դիտարկենք որպես իսկապես իշխանությունների կողմից ընդունված առաջնահերթություն, այսինքն որոշումները, որոնք կայացվում են, կրում են զուտ սիտուատիվ բնույթ։ Ինչու եմ ես այդքան սկեպտիկորեն վերաբերում այն հաղորդակցությանը, որը փորձում են հրամացնել այսօր մեր հարևանները, թե արևելքից, թե արևմուտքից, եթե հարցը դիտարկենք զուտ տնտեսական տրամաբանության մեջ, տեսեք, Ալիևը ինչ է հայտարարում եւ փաստացի Հայաստանի իշխանություններն էլ կրկնել են մի քանի անգամ այդ թեզը, որ եթե այս կոմունիկացիան բացվի, ապա հնարավորություն կստեղծվի իրականացնելու բեռնափոխադրում շուրջ 15 միլիոն տոննա բերծավալով տարեկան, սա բավականին լուրջ ցուցանիշ է, բայց իմ խորին համոզմամբ մենք գործ ունենք բացարձակ մերկապարանոցային ցուցանիշի հետ, ինչու, որովհետև բավական է զուգահեռ անցկացնել մեկ այլ երկաթուղու հետ, որը կապում է Թուրքիան Ադրբեջանին եւ որը անցնում է շատ ավելի անվտանգային առումով կայուն ուրեմն պայմաններում, խոսքը գնում է Բաքու-Թբիլիսի կարս երկաթուղում, այո, երկաթուղու մասին։ Սաակաշվիլիի խաղաքարտն էր դա ժամանակ։ Այո, շատ ճիշտ եք, բայց ինչ մենք տեսնում ենք, որ գործ ունենք ինչ որ իմաստով տեղեկատվական փուչիկի հետ, որովհետև Բաքու-Թբիլիսի կարս երկաթուղին ունի տարեկան 6.5 միլիոն տոննա թողունակություն, 2025 թվականի դերությամբ, այս պահի դերությամբ, առաջին 8 ամիսների արդյունքում ուրեմն փոխադրումները, բեռնափոխադրումները այս արտերիով կազմել են ընդամենը 300,000 տոննա, լավագույն դեպքում տարեվերջին կազմելու է կես միլիոն։ Սա մեզ հիմք է տալիս կարծելու, անգամ պնդելու, որ այսպես կոչված Զանգեզուրյան միջանցքով կամ Թրամփի երթուղով իրականացվող բեռնափոխադրումները որևէ պարագայում չեն կարող ունենալ ուրեմն այն ծավալները, որոնք հայտարարվում են 15 միլիոն տոննա։ Դրա հետ մեկտեղ խոսվում է Հայաստանի հնայի հնարավոր աճի մասին 30%։ Դա մեզ ասում են ապաշրջափակում կլինի, տնտեսական աճ կլինի, ավելի էժան կլինի, ձեր կյանքը կհեշտանա, դեպի Վրաստանով չեք գնա Թուրքիա եւ մի շարք տնտեսական բումեր են խոստանում։ Հիմա իրականում ինչպիսին է դա։ Դա կարծում տնտեսական այսպես միֆոլոգիայի դաշտից է։ Ինչու, որովհետեւ նախ որտեղից է վերցված այդ 30%-անոց հնայի աճը, հնարավոր աճը, որը կապահովի ապաշրջափակման պարագայում։ Դեռևս 2009-10 թվականներին, երբ դինամիկորեն ընթանում էր ֆուտբոլային դիվանագիտությունը, այդ ժամանակ Եվրոպական զարգացման բանկը զեկույց պատրաստեց, որտեղ շրջանառության մեջ դրվեց այդ վերոնշյալ ցուցանիշը։ Այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է եւ անհրաժեշտ է նոր հետազոտություններ։ Այսինքն մենք հստակ կարող ենք ասել, որ այն թիվը, որ այսօր հնայի հետ կապված հայտարարվում է, ուրեմն այստեղ անուղղակիորեն հղում է արվում այն փաստաթղթերի վրա, այն կանխատեսումների վրա, որոնք արվել են 2008-10 թվականներին, սա առաջինը, երկրորդը
էժան կապրենք, ավելի, հա, էժան ապրանք կգնենք Թուրքիայից, առևտուր կիրականացնենք եւ այլն, այս խոսույթը գուցե եւ հետաքրքիր է նախընտրական տրամաբանության շրջանակներում, բայց երբ խնդիրը դիտարկում են գետնի վրա տնտեսական չափման ներքո, ապա մենք ինչ ենք ստանում։ Տեսեք, փակ սահմանների պարագայում Հայաստանի եւ Թուրքիայի միջև իրականացվող առևտրաշրջանառության կառուցվածքը արդեն իսկ խոսում է այն մասին, որ Թուրքիայի տնտեսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ սահմանների բացման պարագայում ունենալու է խիստ էքսպանսիոնիստական բնույթ։ Ինչ էսի նկատի ունեմ։ Տեսեք, 2024 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայից ներկրել է շուրջ 350 միլիոն դոլարի ապրանք, արտահանել է ընդամենը $500 միլիոն։ Եկեք ավելի այսպես ռետրոսպեկտիվ դիտարկենք 1995-ից մինչև 2021 թվական ընկած ժամանակահատվածում Հայաստանը Թուրքիայից ներկրել է շուրջ $3 միլիարդ ապրանք, արտահանել է $60 միլիոն ընդամենը։ Հիմա պատկերացրեք, թե ինչ դինամիկա կարող է ստանալ այդ առևտրաշրջանառությունը սահմանների վերաբացման պայմաններում եւ թե ինչ բնույթ կունենա այդ դինամիկան։ Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը, որի տնտեսության զգալի մասը խարսխված է ծառայությունների եւ առևտրի վրա, մենք ոչինչ գրեթե չենք արտադրում, մենք չունենք ինդուստրիալ զարգացման որևէ ուրեմն նախագիծ կամ որևէ ռազմավարություն առավել եւս, այս պարագայում Հայաստանը հանդես է գալու կամ շարունակելու է գտնվել, ինչպես եւ այսօր, նետո ներկրողի կարգավիճակում, որևէ իրական մրցակցություն չապահովելով թուրքական տնտեսվարողներին, այդ թվում նաև թուրքական շուկայում։ Ժամանակին ես քիչ առաջ խոսեցի ֆուտբոլային դիվանագիտության մասին, հա, դիտարկվում էր Հայաստանից դեպի Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանման հարցը։ Ունի դրա անհրաժեշտությունը Թուրքիան։ Այն ժամանակ ուներ, երբ պակասորթը Թուրքիայում կազմում էր շուրջ 9-10 հազար մեգավատ էլեկտրաէներգիայի պակասորթը, բայց մենք գիտենք, որ այսօր Թուրքիան դինամիկորեն կառուցում է Եվրոպայում ամենախոշոր միջուկային կոմպլեքսը։ Շուրջ 600 հիդրոէլեկտրակայանի նախագիծ է իրականացում, Թուրքիան այսօր ինքն է դիրքավորվում որպես էլեկտրաէներգիա արտահանող երկիր։ Սա էլ իր հերթին ստիպում է մեզ որոշակի կանխատեսումներ անել, զգուշորեն, բայց այնուամենայնիվ կանխատեսումներ անել հետագայում սահմանների վերաբացման պարագայում հայ-թուրքական էլեկտրաէներգետիկ կապերի վերաբերյալ, որովհետև Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկան մենք գիտենք ազատականացված է 2022 թվականի փետրվարի 1-ից։ Ազատականացված է նաև արտաքին էլեկտրաէներգետիկ առևտուրը, սա նշանակում է, որ Թուրքիան, որը բնականաբար կարող է ապահովել, օբյեկտիվորեն կարող է ապահովել ավելի ցածր ինքնարժեք ունեցող էլեկտրաէներգիա, այդ թվում նաև դեմփինգի մեթոդի կիրառմամբ կփորձի նաև դիրքավորվել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ շուկայում։ Ես չեմ բացառում այս սցենարը։ Եվ գուցե սա է պատճառը, որ Թուրքիան այդքան ակտիվորեն փորձում է համոզել Երևանին, որ մեզ ատոմակայան պետք չի։ Իսկ ինչ է սպասում մեզ այդ պայրագայում։ Կհաջողվի։ Իսկ մեզ համոզում են իդեպ ատոմակայանի մասով, թե որոշակի նաև սպառնալիքներ կան։ Մենք նաև գիտենք, որ մեր ատոմակայանի կենսագործունեության տարիքը անընդհատ երկարաձգվում է երկրորդի նախագիծը, որ պլանավորվում էր անել ռուսական ընկերության հետ, չգիտեմ հիմա դա օրակարգում առհասարակ մնացել է թե ոչ, ինչ ունենք ատոմակայանի հետ կապված։ Հարցը շարունակում է մնալ օրակարգում, բարեբախտաբար թերևս շարունակում է մնալ օրակարգում, կա պաշտոնական հայտարարություն առայն, որ Հայաստանի Հանրապետությունը ունի ռազմավարական որոշում առայն, որ կառուցելու է փոքր հզորության մոդուլային ատոմային ռեակտոր։ Իսկ այն չերևացող ատոմակայանների մասին հայտարարությունը Փաշինյանի հիշում եք, այդ ինչի մասին է։ Դա ալեգորիա էր ավելի շատ, նա փորձում էր ցույց տալ, որ արևային հզորությունները այսօր Հայաստանում գերազանցում են ատոմակայանի հզորությունը, քանակական առումով դա հենց այդպես է, որ կա օրերս էլ հայտարարվեց, որ այն ռազմավարական նպատակը, որը դրվել էր կառավարության կողմից, որին պետք է հասնեին մինչև 2030 թվական երևային էներգետիկայի զարգացման մասով, մասնավորապես հասնելով դրվածքային հզորությունները 1000 մեգավատի, այսօր արդեն իսկ ապահովել են, բայց իհարկե քանակական առումով մենք կարող ենք զուգահեռնել անցկացնել տարբեր գեներացիոն հզորությունների միջև, բայց երբ մենք խոսում ենք հարցի անվտանգային կողմի մասին, անվտանգությունն էլ մի կողմ դրած, եթե մենք խոսում ենք պարզապես մատակարարվող էներգիայի որակի մասին, եթե մենք խոսում ենք էներգետիկ կայունության մասին, ապա ակնհայտ է, որ որևէ արևային կայան
ֆոտովոլտաիկ կայան ի վիճակի չէ մրցելու ատոմային կայանի հետ, հաշվի առնելով այդ թվում նաև այն հանգամանքը, որ մեր տարածաշրջանում եւ ավելի լայն տարածաշրջանի շուրջ դինամիկորեն զարգացվում է խաղաղ ատոմը, Թուրքիա, Իրան, Ադրբեջանը մենք գիտենք, որ վերջերս կրկին վերսկսել է որոշ բանակցություններ կամ քննարկումներ առնվազն արտաքին գործընկերների հետ ուղղված Ադրբեջանում առաջին ատոմակայանի կառուցմանը։ Այս պարագայում Հայաստանի Հանրապետության իհարկե հույժ անհրաժեշտ է միջուկային հզորություններ պահպանելու համար այն ռազմավարական կարգավիճակը, որ մենք դրա շնորհիվ ունենք։ Հիմա կա որոշում, ինչպես ասում է կառավարությունը, կառուցելու փոքր հզորության ատոմային ռեակտոր, բայց ասում են առաջիկա 2 տարիների ընթացքում կորոշվի թե ում հետ մենք կացնենք այդ ճանապարհը, փաստացի այսօր սեղանին դրված է 2 առաջարկ, դա ռուսական պետական Ռոսատոմ կորպորացիայի կողմից արված առաջ, ընդ որում Ռոսատոմը արել է 2 առաջարկ, մեկը մեծ հզորության ատոմակայան 1200 մեգավատանոց եւ վերջերս էլ նոր առաջարկ արվեց կապված փոքր մոդուլային հզորության կայանի կառուցման վերաբերյալ եւ կա մի առաջարկ Միացյալ Նահանգների Westinghouse ընկերության կողմից։ Տարբերությունը այստեղ գլխավոր կայանում է նրանում, որ ի տարբերություն Միացյալ Նահանգների Ռուսաստանի Դաշնությունը արդեն ունի որոշակի փորձ այս ուղղությամբ եւ ակադեմիկոս Լոմոնոսովը այդ հայտնի սառցանավի վրա, որը ուրեմն շահագործվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում, արդեն իսկ այդ մոդելի ռեակտորը Rhythm 200 մոդելի ռեակտորը արդեն իսկ շահագործվում է 60 մեգավատանոց։ Եվ հենց դա այն նույն մոդելն է, որը այսօր Մոսկվան առաջարկում է Երևանին։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, քաղաքական, արտաքին քաղաքական մեր պատկերացումները եւ նախասիրությունները դնենք մի կողմ, խոսենք պարզապես տեխնիկատնտեսական մակարդակում, առաջինը Միացյալ Նահանգները 79 թվականից ի վեր, երբ իրենց ամենախոշոր այգներից մեկում Three Mile Island-ում տեղի ունեցավ վթար, Միացյալ Նահանգները որևէ նոր էներգաբլոկ ատոմային շահագործման չեն հանձնել։ Մոդեռնիզացիա արել են, բայց նոր նախագիծ չեն իրականացրել։ Երկրորդը առաջին մոդուլային ռեակտորը Միացյալ Նահանգներում շահագործման է հանձնվելու 2032 թվականին։ Այսինքն կիրառված փորձարկվածներ չկա։ Այո, դե կա նաև Չինաստանը, որը շահագործում է էքսպերիմենտալ բնույթի մոդուլային ռեակտոր զուտ հետազոտական նպատակներով։ Ադրբեջանը չի փոխել իր էներգետիկ ներդրումների ծավալը եւ ինչով է դա պայմանավորված։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք որոշակի փոփոխություններ Ադրբեջանի արտաքին էներգետիկ հաղորդակցություններում, եթե խոսենք հստակ սեկտորներով եւ թվերով, ապա Անդրադառնանք մասնավորապես էլեկտրոէներգետիկ ոլորտին, Ադրբեջանը այս տարվա առաջին 8 ամիսների արդյունքով կարողացել է որոշակիորեն պահպանել իր էլեկտրոէներգետիկ դիրքերը Վրաստանում, բայց դրան զուգահեռ գրեթե 20%-ով կրճատել է էլեկտրոէներգիա արտահանումը դեպի Իրան, մոտ 12%-ով կրճատել է էլեկտրոէներգիա արտահանումը դեպի Թուրքիա, գրեթե 2 անգամ նվազել է Ադրբեջանից դեպի Ռուսաստան էլեկտրոէներգիա արտահանումը։ Դրան զուգահեռ մենք տեսնում ենք, թե ինչպես Ադրբեջանը սկսում է ավելի շատ էլեկտրոէներգիա ներկրել։ Եվ այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունից, եւ սա ուղիղ հակասության մեջ է մտնում այն մեծ ռազմավարական ծրագրերի հետ, որոնց մասին հայտարարում է Բաքուն վերջի տարին, իսկ որն է երկու առանցքային նախագիծ պարզապես առանձնացնում էլեկտրոէներգետիկ ոլորտից։ Առաջինը դա Սև ծովի հատակով նախագծվող անդերսևծովյան էլեկտրոէներգետիկ մալուխն է, որը պետք է ապահովի Ադրբեջանի էլեկտրոէներգետիկ կապը եվրոպական շուկաների հետ, դե Բուլղարիա, Ռումինիա, ընդհանուր մինչև Հունգարիա եւ առկա է արդեն ամբողջ պայմանագրային բազան, հետազոտական աշխատանքներ այս ուղղությամբ սկսվել են, սա առաջինը, եւ երկրորդը իհարկե դա հյուսիս-հարավ էլեկտրոէներգետիկ միջանցքի ձևավորումն է, որը ադրբեջանցիները ինտենսիվորեն փորձում են իրականացնել սեփական տարածքով, այսինքն փաստացի փորձ անելով այս ուղղությամբ եւս դուրս մղել Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային հյուսիս-հարավ այդ լոգիստիկայի ներքո ընթացող էլեկտրոէներգետիկ փոխադարձ հոսքերից եւ կոմունիկացիաներից։ Այս երկու նախագծերի ներքո էլ Ադրբեջանը փորձում է դիրքավորվել որպես էլեկտրոէներգիայի շատ կարևոր մատակարար, բայց փաստացի, ինչպես ասում են գետնի վրա, մենք տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը, Ադրբեջանը ավելի շատ սկսել է ներկրել, քան արտահանել։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը հանդիսանալով նավթագազային պետություն, այնուամենայնիվ այդ նավթային դոլարները, այդ հսկայական եկամուտները, որոնք Ադրբեջանը այդ թվում է վերջին տարիներին կարողացավ ապահովել պայմանավորված միջազգային նավթի
շուկայի կայունացմամբ եւ գների կայունացմամբ ամենևին էլ չի ուղղել էներգետիկ վերազինմանը եւ էներգետիկ, մասնապես էլեկտրաէներգետիկ նոր հզորությունների ձևավորմանը, թեև այսպես հա պետական PR-ի մակարդակով դա բազմիցս թմբկահարվում է, նոր ինչ որ նախագծերի մասին խոսվում է, որ մինչեւ 30 թվական Ադրբեջանում պետք է էապես աճի վերականգնող էներգետիկայի տեսակարար կշիռնթու մինչեւ 40% եւ այլն, բայց փաստացի երբ մենք դիտարկում ենք վիճակագրական տվյալները, տեսնում ենք, որ այն մեծ նախագծերը, որոնց մասին հայտարարում է Ադրբեջանը, բախվում են որոշակի խնդիրների հետ, ռեսուրսային բազայի խնդիրների հետ։ Նույն խնդիրը ի դեպ կա նաև գազատրանսպորտային ոլորտում։ Ես արդեն ասացի, որ 2027 թվականից ի վեր Ադրբեջանը պարտավորվել է եւ այդ պայմանագիրը կնքվել է 2021 թվականի հունիսին, եթե չեմ սխալվում, կրկնապատկել բնական գազի արտահանումը եվրոպական շուկա։ Ինչու 27 թվական, որովհետեւ Եմեն հայտարարել է, որ 27 թվականին ամբողջությամբ դադարեցնել է Ռուսաստանի Դաշնությունից բնական գազի ներկրումը։ Հետևաբար ձևավորվում է այստեղ բավականին մեծ բաց։ Ադրբեջանը, որ այսօր մատակարարում է 10-12 միլիարդ խորանարդ մետր բնական գազ արևմտյան ուղղությամբ, պարտավորվում է կրկնապատկել, այսինքն մատակարարումները պետք է գերազանցեն 20 միլիարդ։ Տեսնում ենք, սակայն եւ ադրբեջանցի որոշ մասնագետներ Եվս դրա մասին խոսում են, որ կա ռեսուրսային բազա եւ Ադրբեջանին անհրաժեշտ է նոր ներկրման ուղիներ բնական գազի ռեէքսպորտ իրականացնելու համար։ Եվ հենց սա է պատճառը ի դեպ, որ Ադրբեջանը այդչափ շահագրգռված է այսպես կոչված անդրկասպիան գազամուղի նախագծի իրականացման մեջ, որը թույլ կտա Ադրբեջանին բնական գազ ներկրել Թուրքմենստանից եւ այնուհետեւ վերարտահանել այն եվրոպական շուկաներ, որովհետեւ սեփական հզորությունների, սեփական ռեսուրսների հաշվին Ադրբեջանը այսօր լիարժեքորեն ի վիճակի չէ այդ գործառույթը իրականացնել։ Այդ կոնտեքստում էլ հենց փաթեթավորում է Թրամփի ուղին իր էներգետիկ հարցերը լուծելու համար։ Հենց այդպես Թրամփի ուղին բնականաբար ոչ միայն տրանսպորտային նախագիծ է, դա էներգետիկ նախագիծ է եւ այս ուրեմն կոմունիկացիայով մեկ անգամ չէ որ հայտարարվել է, որ պետք է անցնի եւ գազամուղ եւ բարձրավոլտ ուրեմն էլեկտրական գիծ Ադրբեջանից դեպի Թուրքիա, այնուհետև դեպի Եվրոպա մատակարարումներ իրականացնելու համար, օրերս էլ ասեցին, կառավարությունը Ադրբեջանի հաստատեց Ջաբրայել Նախիջևան բարձրավոլտ ուրեմն օդային էլեկտրական գծի կառուցման նախագիծ։ Անդրադառնանք Ալիևի մեկ հայտարարությանը, որը վերաբերում էր մեր Սևանալեջին, մեր քաղաքական գործիչները արդեն գիտենք, որ պատասխանը լինելու է, որ դա ուղղված է ներքին դասարանի համար։ Այս մեկ մեկնաբանություն, որ ուզում եմ ձեզնից լսել, թե ինչու է ասում Ալիևը եւ ինչ ենք անում մենք, եւ երկրորդը ինչ նշանակություն ունի հիմա ջրային ռեսուրսները նաեւ Ադրբեջանի համար եւ արդյոք մենք պատշաճ ենք վարվում Սևանալեջի հետ։ Գանք մակրո մակարդակից, ուրեմն ջրային ռեսուրսները 21-րդ դարում հանդիսանում են առանցքային ռեսուրս, արդեն արևմտյան գրականության մեջ հաճախ խոսվում է այսպես կոչված ջրային աշխարհաքաղաքականության մասին, որը մի առանձին դիսցիպլին է փաստորեն։ Եթե անդրադառնանք ՄԱԿ-ի տվյալներին, ապա ուրեմն առաջիկա տարիներին արդեն եթե ավելի հստակ լինենք մինչև 2030 թվական ուրեմն եթե քաղցրահամ ջրի օգտագործման դինամիկան պահպանվի, ինչպես այսօր է որ կա, ապա շուրջ 700 միլիոն մարդ ուրեմն չի ունենա հստակ ուրեմն հնարավորություն օգտվելու քաղցրահամ ջրից, այդ թիվը գնալով աճելու է հասնելով մինչև 1 միլիարդի, սա արդեն բավականին ռիսկային գործոն է, սա առաջինը, երկրորդը խոսվում է բավականին մեծ, այսպես կոչված ջրային կամ կլիմայական փախստականների հոսքի մասին, որը կարող է կրկին ձևավորվել ջրի պահանջով պայմանավորված։ Գանք հիմա տարածաշրջան, երբ նայում ենք որոշ միջազգային վերլուծություններ, այդ թվում նաև համաշխարհային բանկի կողմից 2 տարի առաջ պատրաստված մի զեկույցի, որը վերաբերում էր հետխորհրդային տարածքում ջրային ռեսուրսների օգտագործմանը, քաղցրահամ ջրի մասնավորապես, ապա մենք տեսնում ենք բավականին կրիտիկական իրավիճակ, որում գտնվում է այսօր Բաքուն, եթե խոսենք հստակ թվերով, ապա ուրեմն համաշխարհային բանկի տվյալներով մեկ շնչին բաժին ընկնող քաղցրահամ վերականգնվող ջրի ներքին ռեսուրսը Հայաստանում կազմում է 2320 խորանարդ մետր, Ադրբեջանում այդ ցուցանիշը հասնում է ընդամենը 850-ի։ Եվ սա վատթարագույն ցուցանիշներից է, որ առկա է հետխորհրդային տարածքում։
մեկ անգամ չէ որ Ալիևը անձամբ տարբեր նախարարներ ոլորտային եւ ոչ ոլորտային Ադրբեջանում հայտարարել են ջրային ռեսուրսների ավելի ուրեմն այսպես համեստ օգտագործման մասին, ավելի էկոնոմ ռեժիմով շահագործման մասին եւ այլն, եւ Ալիևը ընդամենը ամիսներ առաջ հայտարարեց, որ այս ոլորտում Ադրբեջանում կան բավական լուրջ խնդիրներ, որոնք մոտ են ճգնաժամային իրավիճակին։ Հետևաբար ջրային կառավարման, Ադրբեջանի ջրային կառավարման ոլորտում անհրաժեշտ է ճգնաժամային մեթոդներ։ Խնդիրը նրանք չկարողացան լուծել նաև ստանալով Արցախը, ինչու, որովհետև Արցախի շնորհիվ է, որ ձևավորվում է Ադրբեջանում խմելու ջրի շուրջ 25%-ը, Ադրբեջանը ստացավ Սարսանգի հսկայական ջրամբարը շուրջ 560 միլիոն ուրեմն խորանարդ մետր տարողունակությամբ եւ այլն, այսօր սակայն խնդիրը շարունակում է խիստ արդիական մնալ Բաքվի համար եւ սա է պատճառը, որ առաջին անգամ չէ, որ պաշտոնական Բաքուն որոշակի այսպես նկարտումների մասին է հայտարարում Սևանի ուղղությամբ։ Այս առումով ես կարծում եմ, որ Սևանը որպես այդպիսին արդեն իսկ տեղավորվում է Ադրբեջանի տարածաշրջանային գեոքաղաքական հաշվարկների մեջ եւ հույս ունեմ, որ Հայաստանը հավուր պատշաճի կկարողանա սրան արձագանքել ոչ միայն դիվանագիտական հռետորաբանության մակարդակում, որոշ հայտարարություններ երեք եթե չեմ սխալվում արվեցին, այլ նաեւ գործնականորեն, որովհետեւ նման հայտարարություններ անկախ նրանից թե որ լսարանին են դրանք ուղղված, դրանք պետք է սանձվեն, դրանք պետք է չեզոքացվեն ամբողջությամբ միանշանակ։ Մենք պետք է հաշվի առնենք իհարկե, որ տարածաշրջանում այս առումով ունենք բավականին լուրջ կարգավիճակ ջրային ռեսուրսների ուրեմն պաշարների առումով, սա բացի տնտեսական ռեսուրսից նաև ռազմավարական երկարաժամկետ ռեսուրս է, կրկնում եմ հաշվի առնելով այն կանխատեսումները, որոնք արվում են ջրային ռեսուրսների օգտագործման եւ դրանով պայմանավորված քաղաքական աշխարհաքաղաքական զարգացումների մասով Հայաստանը կարող է իր ջրային ռեսուրսները օգտագործել նաև սեփական գեոտնտեսական դիրքավորման մասով։ Ընդհանրապես մեր հարևանությամբ ոչ այնքան հեռու արաբական երկրներում արկա է կրկին բավականին լուրջ խնդիրներ կապված ջրային ռեսուրսների հետ, խմելու ջրի հետ, Սաուդյան Արաբիա, Քաթար, Քուվեյթ եւ այլն, որոնք այս պայդրությամբ, որքանով ինձ է հայտնի, ինտենսիվորեն հարաբերություններ են զարգացնում նույն Վրաստանի հետ ջրի ներկրման տարբեր մեխանիզմներ մշակելու ուղղությամբ։ Ես կարծում եմ, որ Հայաստանը, որը աշխարհագրորեն լոգիստիկ առումով ավելի մոտ է գտնվում Մերձավոր Արևելքին, կարող է այստեղ եւս դիրքավորվել որպես շատ կարեւոր խաղացող, բայց դրա համար կրկնում եմ Հայաստանին անհրաժեշտ է ջրային անվտանգության նոր դոկտրին, մենք ո՞նց ենք կառավարում մեր ջրային ռեսուրսները։ Դե այստեղ մենք ունենք իհարկե բազմաթիվ խնդիրներ, դրա մասին եւ կառավարությունն է օբյեկտիվորեն հաճախ խոսում, այո, որ ջրային ռեսուրսները մենք ոչ պատշաճ կերպով ենք օգտագործում եւ մասնագետներն են սրա մասին ակնհայտորեն խոսում, բայց մի բան հստակ է, որ այս ոլորտը կարգի բերելու, դրա անվտանգությունն ապահովելու համար մեզ նախ եւ առաջ անհրաժեշտ են դրա զարգացման ինստիտուցիոնալ հիմքերը, այսինքն պետք է հատուկ կարգավիճակ ունենա այն կառույցը, որը կառավարության ներքո ուրեմն պատասխանատվություն է կրելու ջրային անվտանգության համար Հայաստանի Հանրապետության ոչ միայն պարզապես ջրօգտագործման խնդիրների, այլ կրկնում եմ ավելի լայն կոնցեպտի ջրային անվտանգության համատեքստում, որը պետք է միջգերատեսչական ինչ որ առումով կառույց լինի հաշվի առնելով հարցի եւ տեխնիկատնտեսական, եւ գեոտնտեսական, եւ արտաքին քաղաքական բաղադրիչները։ Եվ սրա գործունեությունը, այդ կառույցի գործունեությունը պետք է նախ եւ առաջ կարծում եմ կառուցվի կրկին ջրային անվտանգության ուրեմն ապահովման դոկտրինի հիման վրա։ Ես հուսով եմ, որ Հայաստանում մշակվող դոկտրինալ փաստաթղթերը, որոնք առաջիկայում կլինեն, անկախ նրանից թե ինչ քաղաքական զարգացումներ են մենք սպասում, անխուսափելիորեն կարդացել են նաև այս խնդիրը, խոսքը մասնավորապես գնում է ազգային անվտանգության ռազմավարության մասին։ Պարոն Դավթյան, դուք ասացիք, Սևանը տեղավորվում է ինչ-որ մի կերպ Ալիևի հաշվարկների մեջ, ինչ է սա ենթադրում, այսինքն ինչ կարող է լինել, ինչպես է տեղավորում իր քաղաքական եւ նաև անվտանգային հաշվարկները։ Ես կարող գուշակություններով զբաղվել իհարկե, բայց հաշվի առնելով այն բավականին ռազմատենչ եւ ագրեսիվ հռետորաբանությունը, որը կիրառում է Ալիևը եւ ամբողջ քարոզչական մեքենան Բաքվի, ես չեմ բացառում, որ ինչ որ մի պահի Հայաստանին փորձ են պարտադրել, օրինակ Սևանի համատեղ օգտագործման
հատկապես որ մի հատվածից բավականին մոտիկ են արդեն։ Այո, քարվաճառի ուղղությամբ, այնպես որ այս սցենարը ես համարում եմ բավականին իրատեսական, այն չի դադարում լինել սցենար, դա ընդհանրապես սցենար է, բայց կրկնում եմ, համադրելով ռետորաբանությունը, քայլերը, աշխարհագրական եւ լոգիստիկ հնարավորությունները Ադրբեջանի, չեմ բացառում, որ նմանատիպ մեխանիզմ ինչ որ մի պահի Հայաստանին առաջարկվի։ Շնորհակալ եմ, Վարան Դավթյան։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահե Դավթյանն էր։